Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք կաղամբով ամենահամեղ ու առողջարար ճաշը։ Շատերս ենք պատրաստում, բայց այսօր կիսվում եմ իմ պատրաստման եղանակով։ Նախապես թավան տաքացնում ենք մի լավ, այնուհետև ավելացնում ենք կարագը, մի փոքր բուսայուղ և ավելացնում ենք 1 գլուխ սոխը կտրտած վիճակով։ Պետք է տապակենք այնքան ժամանակ, մինչև որ կստանա ավելի մուգ երանգ։ Կարող եք ավելի շատ տապակել կամ ավելի քիչ տապակել սոխը։ Այստեղ վերցրել եմ 1 միջին չափի կաղամբ, նախապես կտրտել եմ, լվացել հոսող ջրի տակ և հիմա կավելացնենք տապակած սոխին։ Մի փոքր ավելի մեծ եմ կտրտել, բորշ եփելու ժամանակ ավելի փոքր եմ կտրտում, իսկ այս ճաշը եփելու ժամանակ ավելի մեծ չափերի եմ կտրտում կաղամբը։ Այնուհետև կափարիչով փակում ենք և թողում ենք մնա 5-ից 7 րոպե։ Ընթացքում չենք մոռանում խառնելու մասին։ Առայժմ ջուր չենք ավելացնելու, ուղղակի այսպես ցածր կրակով և փակ կափարիչով թողնում ենք մնա մի քանի րոպե, այնուհետև ավելացնում ենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը նախապես կեղևահանել եմ, լվացել և կտրտել։ Կարող եք ավելի մեծ չափերի կտրտել կամ հենց այս չափի, ինչպես տեսնում եք տեսանյութում։ Ավելացնում ենք 1 ճաշի գդալ տոմատի մածուկը ջրով բացած։ Ես 1 ճաշի գդալին ավելացրել եմ 100 մլ ջուր և ավելացրել կաղամբին և կարտոֆիլին։ Ընթացքում կրկին փակում ենք կափարիչով և կթողնենք մնա ևս 5 րոպե։ Ավելացնում ենք 300 մլ եռման ջուր և խառնելուց հետո կափարիչը փակում ենք, թողնում ենք մնա 10 րոպե։ Եվ հիմա կավելացնենք աղը, ավելացնելու եմ 2 թեյի գդալ աղ և նաև ավելացնում եմ 1 թեյի գդալ սև պղպեղ։ Երբ որ տեսնում ենք կարտոֆիլը եփված է, ապա մեր համեղ ճաշը պատրաստ է։ Եթե ցանկանում եք, որ ավելի քիչ ջրային մասսա լինի, ուրեմն ավելի երկար ենք եփում և այնուհետև ավելացնում ենք կանաչիները։ Իմ մոտ մաղադանոս և համեմ է, առատ կանաչիներ ենք ավելացնում և մեր համեղ ճաշն արդեն իսկ պատրաստ է։ Հիմա կտեղափոխեմ մատուցվող ափսեի մեջ և կվայելենք այս համեղ ճաշը, որը առողջարար է, շատ արագ է պատրաստվում և մեզանից ջանք չի պահանջում այս համեղ ճաշը պատրաստելու։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք և բաժանորդագրվել ալիքին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր և համեղ բաղադրատոմսերով։